24 դարվան ճանապարհ անցած Ֆայհա գշարունակե իր գործունեությունը համայն աշխարհին դարաձելով թե հայ գգան թե արաբական երկերը։ Ճիշտ է, որ Ֆայհայի անդամներն մեծ մասը հայեր չեն, դեղացիներ են, սակայն շատ լավ գերքեն հայերեն, հարազատ զգալով Գոմիդասի եւ Պարսել Ղանաչյանի երաժշտությունը։ Ֆայհաը Լիբանանի հանրահայտ երգչախումբերեն մեկն է, որ հիմնադրված է 2003 թվականին Տրիպոլիի մեջ։ Անհայտնի է արաբերեն եւ հայերեն բազմաթիվ հիասքանչ երգացանկերով։ Հայերեն մենք ունենք հայերեն բադարակ Գերքեն Գոմիդաս, Եգմալյան, Գերքեն Ղանաչյան, Գոմիդաս, Էդգար Հովհաննիսյան, շատ կոմպոզիտորների գործեր, այսինքն նպատակը այս երգչախումբին արաբական երաժշտությունը զարգացնել եւ դարաձել ամբողջ աշխարհ։ Բնականաբար ես հայ լալով իմ ուսերուս պարտք է ինձի հայ արվեստը դարաձել ամբողջ աշխարհ։ Երգչախումբի գադարողական բարձր մատուցումը դարիների ի վեր գարժանանահարության փուրն գնահատանքին։ Անշուշտ այս բոլորը արդյունքն է մայստրո Բարքև Տասլակյանի բծախնդիր աշխատանքին ու ջիքին։ Երաժշտությունը առհասարակ, իսկ հայ երաժշտությունը առանձնապես բարձրորակ, հիասքանչ եւ համահունչ կերպով ներկայացնելու աշխարհի դարբեր ափերուն մեջ գտնվող արվեստասեր հասարակության։ Մայստրո Բարքև Տասլակյանի շնորհիվ ծանոթացանք հայկական երգարվեստին։ Մեր երգացանկում ավելացել են հայերեն երգեր, պարզապես սիրահարվել ենք հայ երգին ու մշակույթին։ Ֆայհային մաս կգազմեն ավելի քան 100 անդամներ առանց համայնքային խտրականության։ Մինչև երգչախմբին միանալը շատ բան չգիտեի հայերի մասին։ Մայստրոյի շնորհիվ սիրահարվեցի հայկական մշակույթին։ Ճիշտ է, հայերենը բարդ լեզու է, բայց երաժշտությունը շատ է օգնում սովորել, հասկանալ։ Մայստրոն մանրամասն բացատրում է բոլոր երգերի բառերը եւ իմաստը։ Շատերն են զարմանում, երբ լսում են մեր հայերեն կատարումները։ Ֆայհա երգչախումբը նաև կգադարե երգեր լատիներեն, արամերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով։ Աննպատակ ունի նպաստել մշակութային դիվանագիտության, ներկայացնելով միջին արևելքի բացառիկ եւ բազմազան մշակութային ժառանգությունը, խթանել համայնքային համախմբվածությունը միասնապար երգեցողության միջոցով։ Հայերը Լիբանանի մի մասնիկն են, շատ գեղեցիկ է այս կապը։ Մեր երգչախումբը մի անգամ այցելել է Հայաստան, կատարումներով հանդես եկել։ Հուսով ենք նորից կայցելենք, կերգենք հայերեն եւ ինչու՞ չէ արաբերեն, որպեսզի հայերն էլ արաբական մշակույթին ծանոթանան։ Եվ այսպես լիբանանցիները իրենց ներդրումը կունենան հայ մշակույթի դարածման։ Բարձր գնահատելի է Ֆայհայի գործունեությունը։ Երգի ջամփով կդարածվին մեր մշակութային կոհարները համայն աշխարհով ու կհասնին հաջորդ սերունդներուն։ Պատիլ Մգրդիչյան, Լուրեր, Լիբանան։